վերջերս Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմել էր ԵԺԿ-ին անդամակցելու համար, սակայն վերջինիս մերժել են։ Դուք դա նույնպես համարում եք Հայաստանի Հանրապետության իշխանությունների ճնշման հետևանք։ Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ այդ կապակցությամբ, քանի որ ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Իսկ ըստ ձեզ որ կլինի իշխանությունների հաջորդ քայլը։ Արդյոք նրանք կփորձեն ԲՀԿ-ի վրա էլի ճնշումներ գործադրել, թե ոչ։ Ես բազմիցս արդեն ասել եմ, արտահայտվել եմ դրա մասին։ Սերժ Սարգսյանը լուրջ վտանգ է տեսնում այն զարգացման մեջ, որ Բարգավաճը հնարավոր է որպես ինքնուրույն գործոն գործի ընտրությունների ժամանակ։ Ուստի երկու ճանապարհ ունի, կամ հնազանդեցնել նրանց մտցնելով ընդհանուր ցուցակի մեջ ընտրական, կամ գնա այն ուղղությամբ, որ ոչնչացնի ընդհանրապես Բարգավաճ Հայաստան ռեսուրսը, որպես այդպիսի։ Իսկ ըստ ձեզ Բարգավաճը ինչի է մերժում ՀՀԿ-ի այդ առաջարկը, չէ՞ որ համար ավելի ձեռնտու է ՀՀԿ-ին միանալով ինչ-որ պաշտոնների տիանալ, քան թե Ես չգիտեմ մերժում է թե չէ։ Երկրորդը խոսքը նրա մասին է, որ փաստորեն դա կնշանակի հնազանդեցում, դա կնշանակի, որ Բարգավաճ Հայաստանը որպես ինքնուրույն քաղաքական գործոն կդադարի գոյություն ունենալ։ Իսկ մինչ այժմ որպես ինքնուրույն քաղաքական գործոն է։ Ես հենց այդ ուզում ասեի, կդադարի գոյություն ունենալ, չդառնալով, հələ չհասնելով դառնալ ինքնուրույն գործոն։ Ինչ որ այնուամենայնիվ նախադրյալներ կան, որ նա կարող է դառնալ ինքնուրույն գործոն։ Սերժ Սարգսյանի վախը հենց դրանով է պայմանավորված։ Այս վերջերս Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն կարող է հաղթանակի հասնել նույնիսկ առանց ԲՀԿ-ի եւ վստահ է իր ուժերին։ Դուք դա իրատեսական համարում եք։ Դեք հիմա անպագորգորը ինչ ասես հայտարարություն կանեն, եւ այդ հայտարարությունը անում են մարդիկ, որոնք իրականում ոչ մի աջակցություն չունեն ժողովրդի մեջ եւ բոլոր իրենց այսպես կոչված ճակերտավոր հաղթանակները կրել են տեղամասերում բռնություններ եւ կեղծիքներ, ընտրակեղծիքներ կազմակերպելու միջոցով։ Այդ մարդկանց հայտարարությունը բնականաբար ոչ ոք չի կարող վստահություն ունենալ։ Իսկ Վարդան Խաչատրյանը պատգամավոր նշում է, որ ՀԱԿ-ի համակիրների շրջանում հիասթափություն է առաջացել։ Դուք նկատում եք նման տրամադրություններ։ Ես հիասթափություն նկատում եմ միայն մեր քննադատների շրջանում, որովհետև 4 տարի երազում եմ նրա մասին, որ այս շարժումը մարի, վերջանա, ավարտվի, եւ 4 տարի նրանց այդ երազանքը չի իրականանում։ Իսկ ՀԱԿ-ը Ես կարեկցում եմ իրենց բոլորին, բայց ոչինչ չեմ կարող անել իրենց ցանկությունը կատարելու ուղղությամբ։ Իսկ ՀԱԿ-ը պատրաստվում է ինչ-որ քայլերի դիմել ԲՀԿ-ի հետ միավորվելու ուղղությամբ քայլեր պատրաստում եք ձեռնարկել։ Ինչ որ մենք ունենք ասելու ԲՀԿ-ի վերաբերյալ ասվել է, ընդ որում ուզում եմ շեշտեմ, որ ինքը Տեր-Պետրոսյանը ասաց, որ դա կոնգրեսի պաշտոնական կարծիքը չի, որ դրա շուրջ չկա կոնսենսուս եւ ինքը ներկայացրել է իր անձնական կարծիքը։ Ինչ որ ուներ ասելու, ասել է։